Բարի լույս բոլորիդ Ժողովուրդ ջան։ Մի հատ նյութ կա։ Նայենք ու ես մի բան ասեմ էլի։ Ժողովուրդ ջան, որ անձրևի տակ չկանգնենք, քայլենք գրասենյակ։ Իհարկե բոլորը չեք տեղավորվի, բայց այնտեղ մեր զրույցը շարունակենք։ Հադե թրջում եք չիլն էլի։ Ժողովուրդ ով եթերը դրած, գնացեք ձեր տներում նստեք, մի բաժակ չայ դրեք, ես ով եթերով կխոսամ դուք եկա լսեք։ Հեվ ատենց ոնց կլինի։ Ես պատակ չեմ անում, ես տեղ կմնամ, գիտեք չեմ անի, գիտեք պատակ եմ անում, գիտեք որ կանեմ, գիտեք որ կանեմ, վստահում եք որ կանեմ, թեյմից տուգում եմ, վստահում եք թե չէ, դե որ վստահում եք գնացեք տներով, չէ թե գնացեք տներով, Այստեղ խոսելն անիմաստ է պրոստը։ Ես մենակ մի բան գիտեմ, այն ժամանակ էլ միշտ զգացել եմ Մոսկվայից, որին վարչապետը սրտով է առաջնորդվում, սրտով է մտածում, սրտով է զգում։ Բացի իր բոլոր աշխատանքները, նվիրվածությունը, հասկացողությունը, գաղափարները, ինքը նաև սրտով է մտածում ու առաջնորդվում։ Իսկ ինչպես գիտենք, սրտում բնակվում է Աստված։ Եթե մարդ իր սրտի հետ ներդաշնակ է, նա չի կարող վատ մարդ լինի։ Վարչապետս, երբ որ հեղափոխություն արեց, բերեց մի հատ սիրուն այգի տնկեց։ Սկսեց խնամել, փայփայել, ջրել, ուրախանալ։ Ծառներն էլ էին ուրախանում։ Հետո հիվանդություն խփեց։ Այսինքն դեռ արմատները չամրացած հիվանդությունը խփեց։ Եվ շատ ծառներ հիվանդացան։ Սկսեց բուժել, փայփայել, խնամել։ Ուստեղ արհավիրք։ Փոթորիկ, կարկուց։ Վարչապետս փորձում էր բոլորին փրկել, բայց չկարողացավ, որովհետև հնարավոր չէր բոլոր ծառերին փրկել։ Արևը դուրս եկավ, 4 բոլորը կոտրած ճյուղեր, տերևներ, արմատախիլ եղած ծառներ, բայց էլի ուժերը հավաքեց, էլի սկսեց խնամել իր այգին, ծաղկեցնել, բայց ամենահետաքրքիրն էր, որ հենց այդ պահին հարևան կոչվածները ի նկատի ունեմ ընդդիմությանը, որոնք ինձ համար չուժ էր դարել, վերք էին պահանջում այդ պահին։ Ու հիմա էլ դիտում եմ վարչապետիս Քարոզ Արշավը, հայտնվում են մարդիկ, որոնք աբսուրդի ժանրից պահանջներ են ներկայացնում, բայց որ խորանաց իրենց սեփական կյանքում ոչ մի բանի հասած չկա, ինքնուրույն։ Այսինքն վարչապետս ծառը տնկում էր, սրանք քոքահան էին անում, ժողովուրդն վերք էր պահանջում։ Վարչապետս խաչաչի սիրտ է, էդի հաստատ, ու Աստված օշնել է իրը, օշնել է։ Ու այնքան շնորհակալ եմ ժողովրդիս, այն կարկուտի տակ կանգնած, բոլորին շնորհակալ եմ, որ այդքան մարդ ասեց գնացեք, չգնացին։ Ինքն էլ է ձեր նման, ժողովուրդ ջան, ձեր նման է, հետ չի կանգնում։ Ու ես պատկերացնում եմ արդեն հենց այս ընտրությունները ավարտվի, վարչապետս նորից հաստատվի, ինչ կմպցնելով ազարգացնելու մեր պետությունը։ Ես արդեն էդի գիտեմ, ես էդի զգում եմ, էդի պատկերացնում եմ, որովհետև ես միշտ եմ նախորոք ամեն ինչ զգում։ Դե հիմա տենց է, ծնված օրվանից այդ տեսակն է։ Ու երբեք չեմ սխալվել, երբեք, միշտ ճիշտ եմ դուրս եկել։ Անկամ որ անհասկանալի պրոցեսներ ա եղել, ես չգիտես խի զգացել եմ խի այդ պրոցեսը լինում։ Ժողովուրդ ջան, այդտենց ամուր պահեք այս նավակը, հասցնենք նավահանգիստ, որը կոչվում է խաղաղություն, զարգացում, ինքնիշխանություն, իրավական պետություն, պետականություն մենք ստեղծելու ենք։ Ու ես այնքան շնորհակալ եմ Աստծուց, որ ասես պատմական օրեր եմ ապրում։ Բարդ օրեր ապրեցինք, բայց պատմական օրեր են, շատ քաղցր օրեր են։ Ու որ հասնում ես ինչ-որ մի արդյունքի վրա այդքան չես ուրախանում, ինչքան որ այս պրոցեսի, ինչքան էլ բարդ լինի, դժվար լինի, պրոցեսը շատ համեղ է, շատ։ Սիրում եմ բոլորիդ, միշտ հանդիպում։